Հայոց բանակի օրվան նվիրված տոնակատարությունը Զորամասում վաղ առավոտից է սկսվել։ Այս Զորամասում էլ վերաարժևորել են մեր անվտանգության միակ երաշխավորի դերն ու նշանակությունը, կարևորել յուրաքանչյուր զինծառայողի մարտական պատրաստականությունը բանակի հզորացման գործում։ Հայոց բանակի օրը մենք նշում ենք մեծ ողջավորությամբ։ Այսօր Զորամասի կազմում անց են կացրել միտինգ նվիրված Հայոց բանակի 21-րդ տարեդարձին եւ այնուհետեւ միտինգից հետո Զորամասի ազնագազմը զբաղվում է տոնական օրվա միջոցառումների պլանով։ Ինչ-որ մի հատ զգացում է, որ պիտի տենամ իմ ծնողին, արդեն տարիա չեմ տեսել։ Ամեն վարքյան ասենք սպասում ենք թե քնելուց, թե ասենք երբ որ պոստում ենք լինում խրամատում կանգնած մտածում ենք մեր ծնողի մասին, իսկ այսօր հնարավորություն ունենք տեսնենք մեր ծնողին։ Ահա եւ սպասված անակնկալը 5 տասնյակից ավել զինծառայողների հարազատներն արդեն Զորամասում են։ Քաղաքապետարանի գեղեցիկ այս նախաձեռնության արդյունքում բանակի օրը ծնողներն իրենց որդիների կողքին են։ Եկել են միասին նշելու մեր փառապանծ զինուժի կազմավորման 21-րդ տարեդարձը։ Այս հանդիպումը բնականաբար երկուստեք սպասված էր։ Ծնողներին դիմավորում են զինվորական նվագախմբի խորհրդ հնչյունների ներքո։ Երկար սպասված հանդիպումն ավելի քան իրական է։ Ոմանք արձակուրդից հետո, ոմանք էլ դեռ քաղաքացիական կյանքի թարմ տպավորություններով կարոտել են հարազատներին։ Պետք է միանշանակ մեր պարտքը կատարենք հայրենիքի հանդեպ, դրանով նաև մեր ծնողների հանդեպ պարտքը կատարենք։ Ես ինքս էլ ծառայել եմ 92-94 թվականներին, պատերազմական տարիներին, ու դրանից ելնելով էլ ուղարկել եմ տղայիս բանակից, ես ծառայել եմ պատերազմական տարիներին, այս խաղաղ տարիներին, բոլոր զինվորական հասակի տղաները պարտավոր են ծառայելու, իրենց պարտքը տալու հայրենիքին։ Բանակի օրն է, ուրախ ենք ամեն պետություն, հզոր պետություն պետք է ունենա իր բանակը, որ պաշտպանի իր երկիրը։ Ուրախ ենք էլ այսօր որ մեր տոնն է, մենք հայոց բանակում ենք, ու մենք պաշտպանում ենք մեր երկիրը։ Այնուհետև զինվորներին իրենց հարազատների հետ ընդունում է Զորամասի ճաշարանը։ Ծնողներն անկեղծանում են, սա նաև լավ առիթ է ծանոթանալու տեղի կենցաղային պայմաններին։ Լավ, շատ լավ, գոհ եմ, որ sense համով որակով ճաշել են։ Տեղը տեղին sense ասեմ, համով, թե առաջինը, թե երկրորդը, մի խոսքով գոհ ու շնորհակալ ենք, որ մեր երեխաները այսպես ուշադրության կենտրոնում են։ Գործից կերա շատ լավ է։ Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ համերգային ծրագրով Զորամասում է Հադրութի ժողովրդիկների համույթը։ Երկիրաժշտությունն էլ լրացնում է տոնակատարությունների շարքը։ Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Հարությունյանի խոսքով յուրաքանչյուր տոն Զորամասում նշում են պատշաճ մակարդակով, ինչը խթանում է բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդմանը, նաև ապահովում զինծառայողների ազատ ժամանցը։ Զինվորները մի պահ իրենց կտրում են իրենց զինվորական կյանքից ու իրենց ծնողների հետ անցկացնում առօրյան ու իրենց ծնողներն էլ նմանատիպ ականատես են լինում իրենց երեխաներին Զորամասում անցկացվող բոլոր միջոցառումներին, հատկապես ճաշատեսակներին, իրենց քննելատեղներին, իրենց ապրելակերպին եւ շատ ողջունել եմ, որ բոլոր ծնողներն էլ գոհ են։ Որպես ծնող ես շատ գոհ եմ, շատ շնորհակալություն։ Ամեն ինչ նորմալ էր, չգիտեմ, շատ շնորհակալ ենք։ Նախատեսված միջոցառումներից հետո զինվորներն իրենց հարազատների հետ առանձնանալու հնարավորություն ստացան։ Մի խոսքով հունվարի 28-ի հանդիպումը իսկական նվեր էր թե զինվորների, թե նրանց հարազատների համար։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, օր։